Երբեմն մեզ հարևան երկրներից կամ ընդհանրապես գիտական տարբեր մանկատներից ասում են, բա ուր է, այդ հարցերի պատասխանները իրականում կան, բայց քանի որ մենք որևէ ժամանակ համակարգված չեն այդ տվյալները ունեցել, անընդհատ հավաքակույտ է դառնում տեղեկատվության կուտակումներ եւ ցանկալի է մենք ոլորտում ընդհանրապես շարժանների պահպանության կրթության այդ մշակութային ժառանգության հետառաջության ոլորտներում ցանկացած ուսումնասիրություն կամ ցանկացած աշխատանք դասակարգված իր տեղը գտնի, որովհետև ըստ էության մեր ուսումնասիրությունները գիտական տվյալները, որ ամեն անգամ ամեն աշխատանքի դեպքում նայում ենք, այսինքն դիտարկում ենք, տեսնում ենք տարբեր բաներ կան, բայց համատական վերլուծական քննություն չկա, ամեն մեկը մի բան արել է, հերի են, կիսատ են, կարծես հենց հավաքակույտեր լինեն, բայց դա բավարար չի, դա մասնագիտական դեռ այդ քննության չի անցել, եւ դրա համար ցանկացած աշխատանք լավ կլինի, հանրապես որ ոլորտի մեջ իր տեղը գտնի։ Մեր աղջիկը դիպլոմային մագիստրոսներից մեկը խոսի վիմագրության արատեսի վիմագրական տվյալների, որ կարող է որոշներին հետաքրքրի եւ դրանց առնչությամբ որևէ աշխատանք կատարել։ Խաչոց ձորի հետ կապված ես եմ ուշ տեղեկացել, այսինքն նոր եմ տեղեկացել, իհարկե տվյալները նոր է, որը դա ևս ստացել է պատմության և մշակույթի անշարժ ժառանգության, այսինքն հուշարձանի կարգավիճակ, բայց նորահայտ, դեռ պետական ցուցակներում չընդգրկված, այսինքն վերցված է ըստ օրենսդրության պետական պահպանության եւ դրա հետ կապված որևէ միջամտություն ենթադրում է, որ դա պիտի լինի համապատասխան ընթացակարգերով, այսինքն պետական մարմինների եւ պահպանության մարմինների թույլտվությամբ, հսկողությամբ, համաձայնությամբ եւ այլն։ Իրականում մեր երկրի գրեթե բոլոր մշակութային օջախները, մշակութային ժառանգության տարրերը, որոնք մենք ճանաչում ենք կամ չենք ճանաչում, հիասքանչ են։ Բայց Արատեսը իր ուրույն տեղն է։ Եվ ընդհանրապես որևէ ժառանգության օբյեկտի վերաբերելիս հարկ է կարծում եմ, որ առանձնակի դիտարկել։ Երբեք չմտածել, որ եթե Արատեսը դառնա, Սևանավանքը վատն է։ Ամեն մեկը յուրահատուկ է դա։ Եվ ոնց որ մենք, մարդիկ դուք, ամեն մեկը իր ուրույն տեղը ունի։ Հիշեմ, որ նավնորոմինակներից դերևս քարեդանից մարդկանց մոտ է սովորությունը եղել է քարերի ինչ-որ կենցաղային առարկաների վրա ինչ-որ նշումներ անել, ինչ-որ բաներ թույլատրել։ Ժամանակի ընթացքում գնալով այդ գործընթացը զարգացում ապրել, դեռևս Վանի հոթորոցաշրջանում մեկ հայտնի է ասում, որ հայերը ունեցել են 3 փի տեսակ ու Քրիստոսի ծառայության 900 տարը համարվել է նախաքրիստոնեական շրջանի ոսկե դարը։ 900 տարից կարող ենք առանձնացնել 2 շրջաններ, առաջինը ավելի իրը ուներ ավելի պատկերների պես, այսինքն նրա մասին ինչ մասին որ խոսում էին, ավելի շատ նկարելով էին դա մենք չներկայացնում, երկրորդ փուլում արդեն առաջինը բաղ պատկերագրության փուլն էր, երկրորդում արդեն իր ստանում է ավելի գծային կամ հնապատված տես, կարևոր այն չէ, որ առաջինը այն տեքստն է, որը սեպակի ռավտերամիջան մեզ է ասել, որը բաղացի ասում է, որ մենու արքան հասկացում աջյանց, բազյան մեջեցան, մենու արքա է, հզր արքա, մեծ արքա, ու նաև նշում է, որ այս աղջանատությունը ով ոչնչացնի, ով ժատի, ով որևէ մեկստերի դրան կարել անել, ասի
արտադրել, թե խասի շիգուտի վերադաստրացնել, միզովել նրան կամջական հանեն արևի տակ, բովանդակային այս իմանքով էսպիսի նույն կրտումությունը տեսնում կախում միշնադավյան մեջ իմանքերում վարդությունից առաջ անսուդեսն ատանի ասել է արվողների նասոսողմանը կարատերողությունը համարելու երկվարվածունի երդեք կավետար այս նշանավորում մինչև հայոց ռեսիմանական ստեղծելը օգտագործել է դոլերի 53 թվականին անգլիացի զարգացի կողմից ստեղծած երկարամյա աղյուսակներ, որը ստեղծելուց ինքը ինքնին է Հուլիան Մարշալ Շտոլմանը, որը սակայն ուներ ճշգրիտ հաշվար պարբերական մինչև 1982 թվականը։ Թվականների վերջանելու համար առաջացել է իրավաբան ինֆորմացիայի, օրինակ ՄԳՎ, նայեք, մտավոր երկրորդ This is setting. Բարձրել ասել, ինչ տարել եք տեսնում, մարապուկ, մեր, որ տարի շուրջ լավալը, որ դոլարի համար ընդհանուր